Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ըստ Երևանի քրեական դատավճռի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացվել է գրավը եւ որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանից Թովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին, սաներին տուն ուղարկել եւ իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան, թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին։ Սույն քրեական վարույթը միացվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Համայնքապետարանի 3 աշխատակից ձերբակալվել է։ Քննչական կոմիտեում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իբր ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, վերցրել սեղանին դրված փոշիանման զանգվածը եւ հայտնել թմրամիջոց հայտնաբերելու մասին։ Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անձինք օտարերկրացուն եւ իր ընկերոջը բաժին տեղափոխելու պատրվակով շահադիտական դրդումներով հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ նստեցրել են ավտոմեքենան եւ ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ, այդ կերպ խաբեությամբ առևանգելով նրանց։ Սպառնալով, որ կհրապարակեն օտարերկրացու շահերին վնասող տեղեկություններ, գումար են պահանջել եւ Երևան հասնելուն պես օտարերկրյա քաղաքացին իր եւ ընկերոջ կյանքի ու առողջության նկատմամբ իրական վտանգ զգալով փոխանցել է առանձնապես խոշոր չափերով 14 միլիոն 281 հազար դրամի կրիպտո արժույթ։ Վերջիններս կալանավորվել են։ Հոկտեմբերի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհաշինարարական ընկերության շինհրապարակից գողություն է կատարվել։ Երևանի բնակիչ 38-ամյա Լիլիթը հայտնել է, որ Ագարակ Ոսկեվազ գյուղերի ավտոճանապարհահատվածում ճանապարհային լուսավորության հետ կապված աշխատանքներ իրականացնող շինարարական հրապարակից գողացել են մոտ 300 մետր լուսավորության մալուխներ եւ մոտ 300 մետր հողանցման համար նախատեսված պղնձե մալուխներ, այսպիսով ընկերությանը պատճառելով 700 հազար դրամի վնաս։ Հոկտեմբերի 22-ին տաքսի ծառայության վարորդը ահազանգել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղևարցը վճարել է կեղծ 20 հազար դրամանոցով։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամը իրացրել է Եղվարդ քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը, նա ձերբակալվել է։ Հոկտեմբերի 24-ին Արարատի մարզի 29-ամյա բնակչուհին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթը էլեկտրասյանը, կոտրել են ու հայտնվել կանաչ գոտում։ Էլեկտրասյունը տապալվել է, փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Վթարի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 24-ին Իջևան Շամշադին ավտոճանապարհին բախվել են Mercedes ավտոմեքենան եւ Hyundai մակնիշի ավտոբուսը։ Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել անտառում, վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Hyundai Sonata եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 23-ին Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ Սարգսի վարած Mitsubishi մակնիշի եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արթուրի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաներն են բախվել։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մոտ 100 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորում, ուժասներ չկան։ Հոկտեմբերի 23-ին Երևանի Մալաթիա տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քառակուսի մետր պահեստային տարածքում, հրշեջ փրկարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, տուժել է 1 մարդ։ Հոկտեմբերի 17-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Փարաքար գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են Dodge մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի սրահում նկատել են հրազենի նմանվող առարկա։ Էջմիածնի բնակիչ 23-ամյա վարորդն ու նրա համակարգացի 31-ամյա ուղևորը ներկայացվել են համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուղևորի խոզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 18-ին խոզարկություն է կատարվել Dodge մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերվել է ջնջված համարով Մակարով տեսակի մարտական ատրճանակ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության ներբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են Mercedes Magnus-ի ավտոմեքենա։ Ստուգման պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական եւ ոչ ստապ վիճակում է։ Իրավախախտումը չարձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10,000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, կազմված փաստաթղթերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։